Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Այսօր մենք ունենք շատ անառողջ ու այլասերված բարքեր մթնոլորտ, որի մեջ ապրում ենք մենք բոլորս։ Դրա հեղինակը ծայրից ծայր հայեր են եւ մենք որևէ բարոյական իրավունք չունենք մեղադրելու ոչ Հյուսիսին, ոչ Արևմուտքին, ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին։ Դատաիրավական համակարգում ծայրից ծայր հայեր են, որոնք կայացնում են ցանկացած ապօրինի վճիռ եւ որոշում։ Կոնֆորմիստների բանակը, որը ոտքի վրա ընդունում է այն ամենը, ինչն իրեն հրամայում է քաղաքական իշխանությունը, հայեր են։ Կատարողները եւս հայեր են։ Բուհերում պրոֆեսորադասախոսական կազմն էլ հայեր են, բայց նրանց մեջ վերջացել է ընդվզման մղումը։ Բուհերը հատկապես կարևոր են, քանի որ ամբողջ աշխարհում համալսարանական միջավայրերն ավելի առաջադիմական են։ Դասագիրք գրողները, փոփոխողներն ու քարոզողներն էլ հայեր են։ Մեր միջավայրում ինչ այլանդակ բան կա, հեղինակը հայերն են, մենք ենք։ Հետևաբար քննարկել, թե դա ռուսը, թուրքը կամ ադրբեջանցին են անում, հերթական հայկական հատկանիշն է, երբ չենք նայում հայելու մեջ ու ասում, որ մենք ենք, մինչև մենք, մեր մտածողությունը, հարցերին նայելու մեր տեսանկյունը չփոխվի, ոչ միայն լուրջ հաջողություններ չենք ունենալու, այլև լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Մենք ենք անում։ Թուրքը սահմանի այն կողմն է, իսկ մենք պատրաստ ենք մեր երկիրը մեր ձեռքով քանդելու, եւ դա անում ենք։ Սա իրականությունն է եւ պետք է խիզախել դա ասել։ Իրականում միշտ պետք է մի բան հաշվի առնել։ Մենք խոսում ենք քանդված, ջարդված հասարակության մասին։ Մենք չենք խոսում կայուն, հանդարտ իրավիճակի մասին։ Իսկ քանդված ճգնաժամային հասարակության սոցիոլոգիան եւ հոգեբանությունը լրիվ տարբեր են, եւ մենք դա շատ լավ հասկանում ենք։ Այն մարդու մոտ, որ հայրենիքը, պետությունը, արժանապատվությունը հացից բացի, ստամոքսից բացի այլ կարևոր ու բարձր արժեքները, որոնք իմաստ են հաղորդում կյանքին, այդ մարդիկ ավելի քիչ են վախենում եւ այդ մարդիկ ավելի քիչ են ծառայում, ավելի քիչ են հանդուրժում, ավելի քիչ են լռում։ Մեզ մոտ փակ համակարգի, մոտավորապես համակենտրոնացման ճամբարի նման վիճակ է։ Դրա դրսևորումները հանդարտ համակարգերին բնորոշ չեն։ Որտեղ է առողջացման ռեսուրսը։ Տեսանելի է 3 ինստիտուտ, որոնք թեև նորմալ չեն, բայց դա է։ Պետք է հասկանալ ինչպես ենք դրանից օգտվում։ Առաջինն անհատների ինստիտուտն է։ Այո, մենք ունենք մեծ թվով լավ անհատներ, ովքեր ի վիճակի են տեսակետ ունենալու, հնչեցնելու, պաշտպանելու, սկզբունքներ ունենալու, գրագետ են։ Այդ անհատներից համակարգ չի ձևավորվում։ Սա աբսուրդ է։ Խնդիր է, որը պետք է լուծել, եթե մենք ուզում ենք պետական եւ ազգային լուրջ արդյունքներ ունենալ։ Այդ անհատները հավակնություններ ունեն, բայց դա ամենակարևորը չէ։ Ունենք անհատների ինստիտուտ, որը չի դառնում գործոն։ Իրականում այն չպետք է այդքան ուժեղ լիներ։ Շատ ավելի լավ կլիներ, որ մենք ունենայինք այլ համակարգերի ինստիտուտներ, բայց սա է։ Եկեղեցու ինստիտուտը եւս շատ կարևոր դերակատարում ունի եւ կարող է ունենալ։ Ի վերջո, երրորդ ինստիտուտը վատն է, բայց դա այդպես է։ Բանտերը։ Մենք Երևանի եւ Բաքվի բանտերում ունենք շատ լուրջ մարդկանց, որոնք չպիտի լինեին այնտեղ, բայց այնտեղ են։ Եվ Երևանի ու Բաքվի բանտի ինստիտուտը ցավոք դառնում է պետական ինստիտուտներից մեկը։ Եթե Բաքվում մեր ազգային ու պետական գործիչները պահվում են թուրքի ձեռքով, Երևանի բանտերում շատ կարգին մարդիկ պահվում են հայի ձեռքով։ Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ոչինչով չի տարբերվում Երևանում սրբազանների դատավարությունից։ Նույն ցինիզմն է, արդարադատության եւ իրավաբանության բացակայության նույն չափն է։ Զրոյական։ Այս մարդը խոստովանում է, որ ինքը պատերազմ բերած մարդ է։ Այս մարդը խոստովանում է, որ հիմա էլ գիտեք, անդադ զիջումները քեզ խաղաղության չեն մոտեցնում։ Մոտեցնում են մի հատ կետի, որտեղ ժողովուրդը կարող ասած տրակի, եւ դա հանգստի իսկական էսկալացիա է, կամ հանգստելու է պետության կորստի։ Դա խաղաղության հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը գերեզմանում է։ Մարդկայնորեն կուզենք, որ բանտերում մարդ կամ գոնե քաղկալանավոր չլիներ, եկեղեցին զբաղվեր եկեղեցական խնդիրներով, անհատներն էլ ապրեին երջանիկ եւ իրենց ընտանեկան հոգսերով, ոչ թե առավոտից երեկո մատնանշային մարտահրավերները, սպառնալիքներն ու ռիսկերը։ Բայց սա է, եւ պետք է գտնել այն արդյունավետ ձևաչափը, որում այս 3 ինստիտուտները կկարողանան գոյակցել եւ պետության փրկության մոդել մշակել։ Ուրիշ ինստիտուտներ չունենք, բոլորը քանդված են։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։